Գիտեք չէ, խաղաքարտերի քանակն ու համագումարները, այսպես ասած մաստերը, ունեն հստակ իմաստներ ու դրանք պարզապես պատահական ընտրված չեն։ Շատերին կարող է թվալ, որ խաղաքարտերն իրենց տուփով ուղղակի նախատեսված են ժամանցի համար, սակայն իրականում ամեն բան շատ ավելի լուրջ է։ Տուփը որպես այդպիսին կարող ենք համարել փոքրիկ օրացույց։ Իսկ ինչու 52 քարտ, որովհետև դրանք խորհրդանշում են տարվա 52 շաբաթները։ Յուրաքանչյուր մաստից կա 13 քարտ, ճիշտ այնպես, ինչպես տարվա յուրաքանչյուր քառորդում 13 շաբաթ։ Եթե հաշվի առնենք քարտերի թվային արժեքները, ապա տուզը համարժեք է 1-ին, վալետը 11-ին, թագուհին 12-ին, իսկ թագավորը 13-ին։ Բոլոր քարտերի թվային արժեքները գումարելու դեպքում կստանանք 364։ Իսկ ինչ խաղաթղթերի տրցակ առանց ջոկերի։ Ջոկերն էլ հաշվելու դեպքում ստանում ենք 365, ինչը համապատասխանում է տարվա օրերի քանակին։ Իսկ եթե տուփում կա 2 ջոկեր, դա արդեն նահանջ տարին է։ 366 օրվան համապատասխան։ Մեծ ջոկերը խորհրդանշում է ցերեկը, փոքրը գիշերը։ Խաղաքարտերի 4 մաստերը եւս խորհրդանշական են։ Ագրավը կամ որ նույն նեղարը զինվորական դասն է, սիրտը եկեղեցին եւ հոգեվոր աշխարհը, ագուրը նույն ինքը քյափը առևտրականներն ու հարստությունը, իսկ խաչը հասարակ ժողովուրդն ու աշխատանքը, կարմիրն ու սևն էլ ցերեկն ու գիշերն են, լույսն ու ստվերը։ Այսպիսով, երբ խառնում եք եւ խաղում խաղաքարտերով, դուք բառացիորեն ձեր ձեռքերում պահում եք ժամանակի, պատմության եւ ժողովրդի խորհրդանիշը։ Այսօր էլ այսքանը, մինչ հանդիպում։